չփորձեն գյումրեցիներին փողով զարմացնել, չփորձեն գյումրեցիներին մոլորության մեջ գցել։ Տպավորություն է ստեղծվում, որ քաղաքացիական պայմանագրից բացի մնացած բոլոր ուժերը գալիս են մեր երկրին վատություն անելու։ Երեք ընդդիմադիր ուժերը համախմբվելու են իրար, վերջում ձայները տան Ռոբերտ Քոչարյանի, մեր ներքին ընտրություններին փորձում են միջամտել ու խառնվել այլ երկրներից։ Ընդդիմությունն ասում է Եվրոպան հակառուսական քարոզ է տանում մեր երկրում։ Մեր երկրի ղեկավարը բոլոր երկրի ղեկավարների մեծ մասերի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է։ Հայ եւ թուրք պաշտոնյաները հանդիպել են Կարսում։ Կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում է Ֆրանսիայի նախագահան գալիս է Գյումրի։ Գյումրեցիները կատակով ասում են թող Մակրոնը մեր թաղով էլ անցնի։ Այդ ասֆալտապատ ճանապարհով ամենայն հավանականությամբ լավ էսպես ասեմ Մակրոն չի էլ անցնելու։ Լայնածավալ աշխատանքներ սկսվում են, որովհետև կառուն է արդեն։ Խոսք գնաց անձնագրերի մասին, հատկապես գույնի փոփոխման, անձնագրում Արարատի բացակայության մասին։ Երևի թե Եվրոպայի մեծ մասը կարմիր անձնագրերն ու աշխարհի մի մասի անձնագրերը կարմիր գույնի են, այդ թվում Ռուսաստանի Դաշնության, որը մեր ռազմավարական գործընկերն է։